Հայրենիքի ճակատագիրը նորից վտանգված էր։ Ազգը կրկին ոտքի ելավ հայրենիքի փրկության համար, նվիրաբերելով իր հերոս զավակներին։ Դեպի մարտ, դեպի դիրքերն ու խրամատները նշանաբանով տղաները մեկնեցին մարտի, երբեք երթեմնազանց չեղան, երբեք չհանձնվեցին, կյանքի գնով պաշտպանելով հայրենիքը։ Ցավոք հայրենիքի զոհասեղանին մատաղվեցին շատերը, այդ թվում շարքային զինվոր Մարաթ Նաիրի Բարսեղյանը։ Ծնվել է 2002 թվականի փետրվարի 18-ին Ստեփանակերտ քաղաքում, 2007 թվականին հաճախել եւ սովորել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցում։ 9-րդ դասարանն ավարտելուց հետո 2016 թվականին ուսումը շարունակել է Ստեփանակերտի Սախարովի անվան համար 8 ավագ դպրոցում։ 2019 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին իր մասնակցությունն է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին։ Զոհվել է հոկտեմբերի 15-ին Հադրութի շրջանի Ղարղաբազար գյուղի մատույցներում թշնամու դիպուկը հարիարձակած հրազենային մահացու վիրավորումից։ Մարաթ Բարսեղյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 15-ին Եռաբլուր զինվորական Պանթեոնում։ Մարաթ Բարսեղյանը հանգիստ հավասարակշռված երիտասարդ էր, պատմում են նրա ուսուցիչներն ու դասախոսները։ Հայրենասիրական դասերը լավ էր յուրացնում, սիրում էր Մոնթե Մելքոնյանին, Գարեգին Նժդեհին, պատմության դասերին շատ ուշադիր էր, հաճախ էր հարցեր ուղղում ուսուցչուհուն, մանկուց արդեն հայրենիքը վեր էր դասում բոլոր այլ արժեքներից։ Ուսումնառության տարիների ընթացքում նա դրսևորել է իրեն միջին կարողությունների տերաշակերտ, սակայն շատ լավ է սերտել հայրենասիրության դասը։ Լուսավոր երիտասարդ, հումորով, հասցրել է գրավել եւ ուսուցիչների, եւ իր դասընկերների սերն ու հարգանքը, համակրանքը։ Կարճ ժամանակում հասցրել է գրավել եւ ուսուցիչների եւ համադասարանցիների սերն ու հարգանքը իր պարզ անմիջական բնավորության շնորհիվ։ Ինքս չեմ դասավանդել Մարաթ Բարսեղյանին, բայց գիտեմ, որ նա եղել է պոզիտիվ անհատ, ընկերասեր եւ պատահական չէր, որ մարտի դաշտում նա չի թողել անգամ իր վիրավոր ընկերներին։ Սա նրա բնավորությունն է, նրա էությունը։ В детстве он был очень нежным ребенком. Его все очень защищали, очень любили. В школе его также принимали. В последующие годы в университете все ими гордились, потому что там, где был он, был определенный праздник. Он мог каждый урок сделать комедией, он мог рассказывать, он мог всех своей заразительной улыбкой поднимать настроение, и, конечно же, он мог превращаться в другого Марата, какого мы его дома не видели, потому что дома он показывал себя серьезным, маленьким где-то, нуждающимся в любви ребенком. А там, где он был без родных и близких, в кругу друзей, в кругу одноклассников, учителей, он показывал другого себя, открытого, целеустремленного, идущего вперед, радующего всех. Մարաթը եղել է շրջահայաց, խելացի, խոհուն, ընկերասեր, աշակերտ։ Նա նստում էր այս դասարանի երկրորդ նստարանին։ Մարաթը շատ հարցասեր էր։ Սկզբում նկատում էի, որ մեծ հետաքրքրություն ուներ պատմության առարկայի նկատմամբ, որովհետև նպատակ ուներ դառնալ իրավաբան։ Սակայն հետագայում ես զգացի, որ այդ սերը առարկայի նկատմամբ աստիճանաբար մարում է նրա մոտ։ Ու մի օր Մարաթը ինձ հարցրեց. «Ընկեր Մարտիրոսյան, ես հիասթափված եմ մեր հայ ժողովրդի պատմությունից։ Ինձ մոտ մի հարց է առաջացել. ինչու մենք հաղթում ենք բոլոր պատերազմներում, սկսած ազգային ազատագրական շարժումներից, անհավասար մարտերում մենք հաղթում ենք, բայց դիվանագիտական դաշտում կլոր սեղանի շուրջը միշտ պարտություն ենք կրում»։ Մարաթին հետ կապված ես ունեմ նաև այլ դրվագներ եւ հիշողություններ, երբ օրերից մի օր
համալրում էի Հայաստանի ազգային եւ Արցախի հերոսների շարքը եւ այնտեղ պետք է կպցնեիք քարորյա պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի նկարը, քանի որ Մարատը բարձրահասակ էր, ես խնդրեցի Մարատին եւ Հարութին այդ նկարը կպցնել։ Բարձրացավ աթոռի վրա Մարատը եւ ասաց. «Ընկեր Մարտիրոսյան, երևի թե մի քանի տարուց հետո էլ երեխաներին ստիպելու ես, որ մեր նկարները այստեղ փակցնեն»։ Այդ րոպեին իհարկե նա կատակով էր ասում, բայց հետագայում, երբ Մարատը արդեն չկար, ես մեծ հուզմունքով էի այդ ամենը հիշում։ Մարատ Բարսեղյանը իմ ընկերս է, առաջի դասարանից միասին կսվերալ, ինչքան ես հյուրան հիշում, միշտ հիշում որպես բարեկից, բարեսիրտ, ընկերասեր, շատ կատակասեր ու յուրան հետ շփումը մինակ պոզիտիվ աստացում։ Հնարավոր չի Մարատին հետ ինչ-որ մի հարցում համամիջինից։ Օրից ձևի լիսքերավ միշտ դրական տրամադրված, 9-րդ դասարանից հետո ամեն օր յուր տեսնալիս չնքիլա, բայց կապ չունելի ընկերությունել։ Такого верного, такого отважного, такого храброго, каким был он, и каким мы его, наверное, не знали, потому что мы всегда думали, что он вырос под нашим крылом, и он совершенно другой, нежный, более чуткий, более մягкий։ Մարատի ծանոթացա հենց համալսարանում, ինքը հենց սկզբից էլ տարբերվում էր իր յուրօրինակ դաստիարակությամբ, կասեմ, որ շատ յուրահատուկ մոյ զգացում ուներ, կասեմ, որ չափից դուրս զուսպ էր ու խաղաղասեր էր, իր վերաբերմունքը ամեն ինչի հանդեպ իր շրջապատող շատ զգայուն էր։ Չնայած սովորել է 1 տարի, բայց հասցրել է այդ 1 տարվա ընթացքում, այդ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել համակուրսեցիների հարգանքը, սերը, արժանացել է դասախոսների, համասարանականների համակրանքին։ Մարատը աչքի է ընկել իր համեստությամբ, կարգապահությամբ, կարծես թե կյանքին նայում էր ավելի հասուն աչքերով։ 2020 թվականի հուլիսի 13-ին եռանդով զորակոչվել է Պաշտպանության բանակ եւ պարտադիր զինվորական ծառայության անցել ջրականի զորամասում։ Զորամասի 5-րդ գումարտակի 2-րդ հրաձգային վաշտում էր ծառայում։ Աչքի էր ընկնում պարկեշտությամբ ու համարձակությամբ։ Իրեն դրսևորել է բացարձակապես լավագույն եւ դրական կողմերով։ Աչքի է ընկել ֆիզիկական պատրաստությունից, կարգապահությունից եւ որպես զինծառայող նա իրեն դրսևորել է միայն դրական կողմերով։ Զորակոչվում ենք երկուսս էլ ընկնում ենք ջրական Ջաբրայել։ Վարժանից հետո է արդեն տեղափոխվում ենք Մարտունի 2-րդ։ Մարտունի 2-ից արդեն տեղափոխվում ենք մեր հիմնական զորամասը, ջրական Ջաբրայելը։ Ինքը օրիշ վաշտայնում, սկզբից ես օրիշ, ամեն հարցում էլ պատրաստակ ես թե օգնությանս թե ինչ-որ մի խորհրդավ։ Մարատը 2.5 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ջրականում ահեղ մարտեր էին ընթանում։ Մարատը ծառայեկից ընկերների հետ սկզբում տեղակայվեցին Գորո 3 դիրքի աջ կողմում, այնուհետև տեղափոխվեցին Չռիկներ կոչվող տեղամաս։ Այստեղ թշնամու կողմից հայտնվեցին շրջափակման մեջ։ 6 օր հետո մի կերպ դուրս եկան շրջափակումից։ Տղաները վարանդայի հատվածում էին, երբ ահեղ մարտեր սկսվեցին։ Ղալղաբազար գյուղի մատույցներում Մարատը եւ իր ծառայեկից ընկերները նրանց հետ կռվող կամավորականների հետ միասին հայտնվում են շրջափակման մեջ, նրանք ահեղ մարտեր են վարում հրազենային տարբեր զինատեսակների կիրառմամբ։ Նրանք մարտի մեջ են մտել հակառակորդի հետ, հասել են դեպի Չռիկներ կոչվող տեղամաս։ Գումարտակի կազմով վերախմբավորել են կատարել իրականացել Թոզան կոչվող տեղամասում։ Այնուհետև 9-րդ կիլոմետր տեղամասում զբաղեցրել են վաշտի համար նախատեսված
մարտական գործողությունների Հադրութի շրջանի տարբեր տեղամասերում մարտի մեջ են մտել հակառակորդի հետախուզական խմբերի հետ, որոնք ներթափանցել են Հադրութի շրջանի տարբեր տեղերից, հասել են մինչև Ղարղաբազար կոչվող տեղամաս։ Կռիվը սկսելուն անմիջապես ես արդեն տեղափոխված եմ ելալ Իրան վաշտը, երկրորդ վաշտ։ Բարձրանում ենք դիրքեր, առաջի 2 օրը միասին չքինում, դասակի պատճառով էր դասակալալ, ինքը օրիշ դասակալալ, ես օրիշ։ 29-ից հետո միասին ենք քինում, մինչև հոկտեմբերի 15-ը։ Ամեն վայրկյան կողքած Ղարախչիլա գնալիս Մարատը։ Միշտ էլ ես միշտ վստահ եմ Իրան, վեի մեջքս պահելու ալի։ Անտառի մեջ մինակ մուկ չնքիլալ հանստացվա շրջափակման մեջ են գցալ, արդեն իրանք նի մտալ ծմակը հանգիստ մանանքյամ լի, մի մասը մազամանկյամ, մի մասն է մանանքյամ արդեն պրոստո տակ։ Ոնց է ասանք մեր վերջի հույսն է, բայց ինքը էլա կապ չունելի, միշտ լավն ալա տստանից, են ամենափիսի մեջ էլ լավը ջուկի ես արարասելիս։ Ասա չելի տոնո կստան, ոնց կարող ալի ելք չինի ստվան։ Շրջափակումից հետո դուսնքյամ, ոնց է ասա մարդ ասածը տռնում ալի, ասում դերտի ասիքյանը կսնիկ տոն թաչա է, ասում ահա պայն չքնո։ Ասում ես խոսքում տամ կայել չում լի կյանքում վիրավոր քեզ թողիմ, ասում նույնն էլ ես ումլի խոստամ, ասում այր մեջքի միջև էր, ասամ հաշ չկա։ Տարինց հետո դե ամեն սեկունդ թե եթե բոյ սկսե պերեստրելկայինի մագազինը լիսկավորելիս ես հիլորում տասնամ Մարատը ինչ անում։ Ուտետի յուրն է Ղարաբաղսկի մեր պապական տնավ ասած կսկարենք տարած յուրն է հետ։ Առաջի շրջափակումը բարեհաջողվեց, դուսնկյամ շրջափակումից երկրորդը ինումա Ֆիզուլվա շրջափակումում արդեն սիտուացիան շատ լուրջ ալի ինում։ Մոտարապես մեր խումբը իլալ 80 քանի հոկանոց ու տարբեր մարդիկ սաղ զինվոր չնալ։ Տղան 16 հոգին լալ զինվոր, այդ 16 հոգին է մեր վաշտանն լալ։ Հայաստանից Սիսյանա ջոկատներից են իլալ, Հայդուկ մենք էլ լեգիոն ջոկատներից են իլալ, խառը խումբալ է ստեղծված ու շրջափակման մեջ ենք ընկնում այդ խմբից հիմա 10 հոգի երևի վերսաղին էլի։ Եղել է մարտական, ունեցել է մեծ ոգի եւ կարողացել է տարբեր իրավիճակներում կատարել իր խնդիրը եւ որպես հայրենասեր զինծառայող օրինակ է ծառայել իր զինծառայակիցներին։ Մենք դասախոսներս ազնակազմը տարբեր սոցիալական հարթակներում հետաքրքրվում էինք մեր ուսանողների ճակատագրերով, ինչպես նաև հպարտանում էինք։ Когда началась война, мы все очень сильно переживали и, конечно же, молили Господа, чтобы с ним ничего не случилось. Он звонил, он говорил, что все хорошо, он говорил маме, что сделал очень много фотографий со своими родными друзьями, которые обязательно покажет, как только вернется из боя. Во время войны он показал, что он храбрый, он идет до конца. Он забывает, что дома ждет родная мать, родной брат, родной отец, но во имя защиты, во имя своей Родины он сражается до конца. И на поле боя он не забывает, что есть друзья, которые всю жизнь были, наверное, на первом месте, так же, как и семья. Он идет вперед. Չնայած 2 ամսվա ծառայող էր Մարատը, սակայն մարտը վարում էր քաջին վայել, պատմում են հրաշքով ողջ մնացած ծառայակիցները։ Այդ տեղանքը կրակի էր վերածվել թշնամու հատուկ ջոկատայինների կողմից։ Թշնամու դիպուկահարները անընդհատ կրակի տակ էին պահում տղաներին։ Մարատը հրազենային վիրավորում է ստանում։ Պահը օրհասական էր։ Թշնամին մոտենում է տղաներին, սակայն Մարատը չէր հանձնվում։ Վիրավոր սողալով ձգվում է դեպի զենքն ու շարունակում մարտը։ Ծառայակից ընկերոջը Միքայելին ասված Մարատի վերջին խոսքերն էին։
Իմ աղբորը կասեք, որ մինչև մեռնելս լավ բոյ եմ տվալ։ Այդ պահը այն կարգի փիսալալ վրա սանկցիոլի դուշ չնկյալու լայր կողքինիք լի մինչև վերջ շունշներ կողքինիք։ Ես մարատին անա սկզբից աչում էլալ ինքը ինձնից ձախ դիրքավորված իրանք սարի վրա են լավ մուքե ձորումը։ Բոյը վեր սկսալա միասին վազանք կամ թաքստոց ճարում, թաքստոցինքը մկանես սկսինք բոյ տալը։ Կյանք բարեհաջող խսնում տա դիպուկահարալա մեր մզերագործնելիս։ Ու մի պահ երևի մի 40 րոպե էր բերեստրել կան սկսում բոյենք սկսում տալը, մի 40 րոպե հետո հակառակորդը էլ կարակում չի, երա չեն տանել։ Դրանից հետո ասում ուսու է դիրքրն են փոխում էլի, բերմուք է մեր դիրքը փոխինք, դե էլ հսցնում չում ասիմ սարի աչ կողմից դյուսնկյամ, դիպուկահարն արկամ պեկայիսներն էլալ, վերսկսում մեր ուղությամբ թխելը մուկ արդեն մի մասը մեր բացայլ էլի, վերսկսում մզերա թխելը ես աչում լա պարկած ինձնի չկյամ, բայց մարատ ինձանացեղ հյուրանգյուլայա նիկյամ վնան, ձախ ոտի վերևից հան նիկյամ առաջի բենա, պամպուշտը։ Արդեն ես երեմ կենեմ տղыз փոխումում յուրանել ծիկտամ քաշտամ գրախտամ վեր ըրվավեջ, այդ պահն էլ ենքան պիս պահ ստեղծում վեր ոնց էր մուկ բոյենք տամ վեր պատրոնը քինում լսնել իսպեմ մարատն է սկսում հիշելը ծառայացյան ինչ-որ մի արկած, ինչ-որ մի խնդիր կամ ինչ-որ մի լավ դրվակ լի, սկսում պատմելը նու վերջգի մստիծաղա թա կարմչլի այդ պահը շոկային ալա մի պահ։ Տանից հետո մարատը նորից է վիրավորվում դիպուկահարից, էլ արդեն մյուս ոտքից։ Իցիքըմ տամ բրկսնում են դիրքումը վեր ինքը ըրվավեջ վապշե, մարատն էլ ասում է չէ աղբեր, ուզում երկենամ, արդեն մութը ընգնելու իրայենը, մոտ մի 3-4 ժամ պերիստրել կայանը։ Վե դաթարում արդեն վեշմինը երաչ տամ, ունքել չկել արդեն թխում, դիրքս փոխում, ուզում փոխիմ մեր ստարշի լեյտենանտը Սևանը։ Մեր մզնայը տալալ, ինքն էլ այլ արդեն վիրավոր, փոսի մեջ ալալ, տղը գիդայսում նա, ուզան կյան կողքի իրան կողքին ռայցապեն ալար։ Վե պետք եկած դեպքում գիմ չում լի իրանք սաղն սաղ չն, կապը տանք օգնության հտը տսնանք լի ինչ-որ մի պենձեռնարկինք։ Հոկտեմբերի 15-ին Մարատի թշնամու դիպուկահարից ստացած երրորդ վիրավորումը արդեն սրտի հատվածում մահացու էր։ Մարատի հետ զոհվում են ծառայեկից ընկերներ, կամավորականներ, տեղանքից թշնամին հասցնում է նաև տղաներից ոմանց գերի վերցնել։ Սեքինան փոսը 10 տղերքը մեծամասնությունը դոլող վիրավորն, մահացու վիրավորներն է արդեն շատ են։ Հենց ստացում է ոնց է արդեն ես ուզում նորից քինամ դիրքս փոխին քամի դա մարատը կարում չում սնայպերը սկսում նորից գործանելը լա փոսան ճղճղալավ նա տխուսեյսում լալի ինքան վես այս սսնեյս ալա միջև մի քանի վարկյանը սնայպերը թխմա կողքից է նիկյամ ու ինքն էլ ախանում այդ ախսայսը կտրմա դա արդեն տեմ չկենում լի սարոն էլ յուրանել է մարտական ընկերնա իմ ընկերս էլա կողքիս անում այդ պահին Ես ոզում դուշկայմ քինամ, բայց մի դա մարատը ծիքն տամ պահում թա ուշա քինամ էլ բեն ոշում թողում չուն։ Այդ պահին էլ գայլ չում նիտա բունում թա գրին, թա գիտամ խուզվելա թա հինչա, ոզում խոսիմ կարամ չում խոսիմ, ոզում պենասիմ կարամ չում։ Նու արդեն մի 10 րոպե անցկացած ես են հույսյավ վերնի չի եկալի կամ հինգիտամ ուշա գնաց հալալի ստի մի պահ ամենալավնում լի լայլա յուրանում ամտածելիս բայց չէ սես չիլար արդեն տղան որոշեիս են քիլավեր դուշկյանք մզնա այդ վեց վիրավորն լալ պիտի այդ վիրավորներին դուսուն էինք մոտ մի ժամ ու կես 2 ժամ հետո արդեն մութը ընկած դուսուն կյան վիրավորներին է մզնա այդ քաշտալավ տանում Թշնամին արդեն գերավել էր տարածքը, ուստի դիակները չէին կարողանում հանել։ Մարատ Բարսեղյանի ծնողները, հարազատները տեղյակ չէին որդու զոհվելու մասին։ Մարատի հայրը փնտրում էր որդուն, բայց ոչ մի լուր չկար, սակայն համոզված էր ու միշտ ասում էր, որ իր որդին գերի չի ընկնի։ Դեկտեմբերի 11-ին փրկարարները Հադրութի Ղարղաբազար գյուղի մոտակայքի այդ տարածքից գտնում եւ հանում են տղաների անճանաչելի դարձած դիակները։ Մարատի դիակը ճանաչել են ծոցագրպան գրքույկով եւ բանկային քարտով, այդ օրը հայրը համոզվեց, որ որդին զոհվել է։ Տղաների դիակները տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն դատաբժշկական փորձաքննության։
2021 թվականի հունվարի 13-ին նույնականացման թեստի արդյունքում հաստատվել է Մարատ Բարսեղյանի մահը։ Քաջարի զինվորը հուղարկավորվում է 2021 թվականի հունվարի 15-ին Եռաբլուր զինվորական Պանթեոնում։ Ցավոք սրտի զորամաս ունեցել է մեծականակ թվով զոհեր եւ սպաներ, եւ ենթասպաներ, եւ պայմանագրայիններ, որոնք Արցախ աշխարհի, Արցախ լեռնաշխարհի համար կատարել են մեր սխրանքներ, կարողացել են պայքարել եւ իրենց կյանքը, որն ամենաթանկն է, տալ հայրենիքին։ Խոնարհում ենք բոլոր զոհվածների առաջ։ Ես յուրա միշտ կռվի ժամանակ տասալում խիզախ։ Ես Մարատին միշտ հիշելու եմ նվիրյալ իր գործը սիրող, ընկերասեր, սրտաբաց։ Մարատը իր երիտասարդ կյանքը զոհաբերեց հանուն մեզ, հանուն մեր ապագա սերնդի։ Մենք իրավունք չունենք Մարատի եւ նրա նմանների սխրանքները ուրանալ, լքել Արցախը եւ հեռանալ, որովհետեւ մենք ունենք պատգամ այդ 5000 հերոսներից, որ մենք պետք է շարունակենք նրանց գործը, մենք պետք է պայքարենք եւ դեռևս հաղթանակներ պիտի տոնենք եւ մեծ հույս ունեմ, որ այդպես էլ կլինի։ Կարողացել է մարտում իրեն այնպես դրսևորել, հային խրող տեսակներ ինքը։ Մենք լսեցինք Մարատի այդ մահվան բոթը, խորը վշտով, խորը կսկից ապրեցինք։ Очень больно говорить о человеке в прошедшем времени, тем более, что он является близким и дорогим членом твоей семьи. Потому что всегда просишь Господа, чтобы Он уберег всех твоих родных и близких. Но эта жестокая война сделала свое дело и забрала жизнь у близкого и дорогого, любимого нашего Марата, его жизнь. Отняла нас, разделила нас. Сегодня он присоединился к тем ангелам, которые защищают нас сверху, которые освещают наш путь и при этом оставили в наших сердцах неописуемую боль, дикую боль, боль, от которой хочется реветь и выть. Ընտանիքում երկու երեխա էին՝ Ռոբերտը եւ Մարատը։ Ավագը Ռոբերտն է, ով կամավորագրվել էր 44-օրյա պատերազմին։ Տղաների հայրը Նաիրի Բարսեղյանը զինվորական էր, երկար տարիներ ծառայել է Ասկերանի զորամասում, այժմ պահեստազորի մայոր է։ Որդեկորույս մայրը Տիկին Ինան որդու կորստից ակամա նրա ծառայությունից վերադառնալու օրերն է հաշվում, տառապանքով լցված ամեն պահը։ Նա փորձում է իր մեջ ապրելու ուժ գտնել, իսկ Մարատի կարոտն առնում է մյուս որդուց՝ Ռոբերտից։ Մարատ Բարսեղյանի հարազատ դպրոցների Ստեփանակերտի համար 3 հիմնական եւ համար 8 ավագ դպրոցների парքի անկյան հուշատախտակին անմահացած տղաների շարքում նրա լուսանկարն է, ժպտուն հայացքով։ Եվ ամեն անգամ ցավ եմ ապրում, երբ լսում եմ մեր հերոսաների մասին, նրանց հերոսությունների մասին, այն մասին, որ գրականության յուրաքանչյուր դաս նրանք սերտել ու ապացուցել են իրենց կյանքով, որ այնտեղ է լոկ սխրանքը սկսվում, ուր վերջանում է ամեն մի հնար, փառք ու պատիվ մեր սաներին։ Трудно на сегодняшний день учителям, всем его друзьям, одноклассникам, которые до последнего видели его во сне, которые до последнего просили и Всевышнего, чтобы с ним ничего не случилось, говорить и думать о нем в прошедшем времени. Но этот октябрь, этот злосчастный месяц сделал свое дело. Никогда не сможешь описать, конечно же, всю ту боль, которую ты чувствуешь, понимая, что нет его, понимая, что взглянуть родным и близким, родителям в глаза ты не сможешь, потому что их глаза всегда будут искать его, а его нет. Համասարանում մենք ունենք մեր парքի անկյունը, նահատակված ուսանողները այնտեղ պատկերված են աստղերի տեսքով, այդ աստղերի միջոցով նրանք լուսավորում են մեր ճանապարհը, հայրենիքին տվել են
ամենաթանկը կյանքը, փառք ու պատիվ մեր հերոսներին։ Հայրենիքի համար նահատակված իրենց ուսանողների հիշատակը վառ են պահում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում։ Համալսարանի նախասրահում հուշատախտակի աստղաբույլը անմահացած ուսանողների անուններով է լրացված։ Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած քաջության եւ արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Պաշտպանության բանակի թիվ 59703 Զորամասի զինծառայող Շարքային Մարատ Նայիրիի Բարսեղյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայություն մեդալով։ Նրանք հավիտյան մնացին հայոց բանակի զինվոր։ Հողն իր սրտում ամփոփեց իր զավակներին։ Տղաները զոհվեցին հողն ամուր գրկած ու վստահ, որ չպարտվեցին, հաղթանակը սրտերում գնացին դեպի կանչող հավերժություն։ Փառք ու պատիվ հայոց բանակի անմահացած զինվորներին, խոնարհվում ենք նրանց հայրենապաշտության, սխրանքների եւ շիրիմների առաջ։